Ոչ աշխատանքային ու նախատոնական օրը կրթության նախարարը աշխատավայրում լավագույն ուսուցչուհիներին է հանդիպում։ Կրթության ոլորտում կանանց գերիշխանությունից Արմեն Աշոտյանը չի դժգոհում։ Ասում է նախարարությունը ոչ միայն ամենապատասխանատուն է, այլև ամենագեղեցիկը։ Այն հմայիչ կանանց եւ աղջիկների բանակը, որ մեր ոլորտում աշխատում է եւ սովորում է, իհարկե լրացուցիչ հմայք է հաղորդում մեր ոլորտին եւ այն գործին, որով մենք զբաղված ենք։ Կնոջ գեղեցկությունը գովերքելուց հետո նախարարն անցավ երախտագիտական խոսքին։ Պատվոգրեր, ոսկե մեդալներ բոլոր այն ուսուցիչներին, որոնք աչքի են ընկել ակտիվ գործունեությամբ եւ որոնց աշակերտները բարձր առաջադիմություն են ցուցաբերել։ Երևանի Պարուս Սևակի անվան դպրոցի պատմության ուսուցչուհին 27 տարի է դպրոցում։ Շատ կարևոր է արժեքային համակարգը։ Արժեքային համակարգի ասելով նկատի ունեմ երեխանի մեջ ձևավորել հայրենասիրություն, հայրենապաշտություն եւ այնպես անել, որ նրանք կարողանան դառնալ մեր վաղվա օրվա ապագա քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ապագա արժանի քաղաքացիները։ Լավագույնների նախարարությունը գտել է նաեւ մարզերում։ Օլիմպիադաներում գրանցած բարձր արդյունքները փաստում են ուսուցիչների աշխատանքի որակը։ Համեմատելու համար միայն կարող ենք ասել, որ ափսոսում եմ, որ մեր մոտ չկա գործող մշակութային տներ, որ երեխաները հաճախ են, մի քիչ քաղաքից այդ հեռու գտնվելու խնդիրն է։ Նախակրթարանների աշխատակիցների աշխատանքը եւս խոշորացույցի տակ է։ Բարձրագույն ու միջնակարգ կրթության ֆոնին դրանք լրահոսից դուրս են մնում։ Բայց հենց այդտեղից է սկսվում երեխաների դաստիարակությունը։ Մենք 5-ից 6 տարեկանների կրթական ծրագիր ունենք մանկապարտեզում, որը բավականին հագեցած է համապատասխան պարապմունքներով եւ նյութերով, որով պատրաստվածությամբ երեխաները գնում են դպրոց։ 30 ուսուցիչներ ստացան նախարարի պարգևները, 6-ը ոսկե մեդալներ։ Տոնական օրվա մասին նաեւ ֆոտոները կհիշեցնեն։ Նախարարի հետ լուսանկարվելու համար ընդամենը պետք է սմարթֆոն եւ սելֆի անելու հմտություն։ Նազելի Գրիգորյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։